Երևի թե այս ընթացքում հետևել եք, տեսել եք, որ հնարավորինս մաքսիմալ հավասարակշռվածությունը պահել եմ, զսպվածությունը պահել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմ հորը եւ տղային ձերբակալեցին, տարան, այդ ժամանակ ես նորից կարողացել եմ հավասարակշռվածությունը պահել ու օրենքով սահմանված կարգով ամեն ինչ ընթացքի մեջ պահել, նույնիսկ այդ հոգեվիճակում ես կարողացա գնալ դեբատի, հանրային հեռուստատեսություն եւ ամեն ինչ նորմալ անցկացնել, այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից երբ որ ազատեցին, վերցրել հետ եմ եկել, հիմա էլ սպասում եմ ավելիին, դեռ հաջողության մասին խոսելը վաղ է, քանի որ տարբեր տեսակի ինֆորմացիաներ է գալիս, այս պայթրությամբ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ սա ինֆորմացիայի կարգի է, թե ինչ եմ պլանավորում իմ դեմ անելու ու իմ թիմակիցների դեմ անելու։ Այո, այս պայթրությամբ ես ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կա պլանավորված ու փորձում են անել, նաև դուք տեսնում եք լրատվամիջոցներից մեկը Երևանից, այսինքն երբ որ սկսեցին մերոնց ձերբակալելը, այդ օրվանից առավոտից իրիկուն կոնկրետ իրանց լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել եւ ամեն րոպե տարբեր տեսակի վիդեոներ, նյութեր գցում են ու չգիտեմ ինչքանով է հարգի լրատվամիջոցներից հարգելով ես լրատվամիջոցի անունը չեմ տալիս, որպեսզի չլինի թիրախավորել, անկախ նրանից, որ իրենք կոնկրետ թիրախավորել են ինձ եւ այս պայթրությամբ լռության այս հանգամանքը մենք հաշվի առնելով, որ մենք չենք կարող շատ բան խոսել, չենք կարող շատ բանի մասին ասել, իրենք այդ ամեն ինչը հաշվի առնելով վերցրել են մի հատ լրատվամիջոց, այնտեղ վճարովի գովազդը, ագրեսիվնի գովազդ միացրած, ամեն վայրկյան Facebook-յան դաշտում էդ է գնում եւ դրանով փորձում են գյումրեցիներին աբակոմնորոշել, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը ինչ որ մի չափով հետ կանգնի, թիմակիցները վախենան աշխատելուց, ժողովուրդն էլ այդ կեղծ սուտ կամ արհեստական հասկանալի է սև քարոզը անելով փորձում են այնպես անել, որ ինձ վնասնի։ Եվ ի վերջո ձեր կարծիքով եկել է հակակոռուպցիոնը տարել է ինչի համար, ինչ տեղեկություններ Մենք մինչև այս պահը ժողովուրդ նույնիսկ չգիտենք, մեզ զանգահարեցին, ասեցին, որ Խալաթյան Անահիտն էր մեր բանով, այսինքն այո, տեղեկանալով, ճանաչելով, մարդիկ ճանաչելով զանգեցին, ասեցին, քաշքշելով այդ կնոջը ու հետո նոր քիչ առաջ ասեցին, որ իր հետ ինքը ավականու անդամության տեխնազու է, ինքը կարող է ընդրատեղամասերի տարածքները գնալ։ Դիմացին հեռացրել տարածքից կամ այնտեղից որտեղ ինքը եղել է, չգիտեմ։ Ես ինֆորմացիա չունեմ։ Ես այս պայթրությամբ նույնիսկ ձեզանից իմացա, որ ինչ որ արդեն տեղը գիտեք որտեղ է, մենք բացարձակ հա Այնուամենայնիվ Գյումրին հասավ այս ընտրությունների արտահայտությունների շեմին, քանի որ էլի քրեական հետապնդումներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները, հատկապես Բալասանյան